ինչ խոսք ունի Աստված 2026 թվականի համար։ Մենք արդեն վերջացնում ենք այս տարին, այսօր մեր այս տարվա վերջին ծառայությունն է, եւ հետաքրքիր է, որ շատ Աստծո ծառայողների հովիվների մոտ այս սովորությունը կա, որ նրանք աղոթք են անում, որպեսզի Տիրոջից խոսք ստանան հաջորդ տարվա համար, չէ՞։ Երևի շատերից ծանոթ է։ Ես էլ այդպես եմ անում, ասում Աստված, ինչ խոսք ունես հաջորդ տարվա համար, ինչ խոսք ես տալի, որից կբռնվենք կգնանք, ինչ նպատակ ես մեր առջև դնում։ Ու շատ հովիվներ, Աստծո ծառայողներ իրանց եկեղեցում քարոզում են, ասում են Աստված ինձ ասեց, այս եկող տարի օրինակ լինելու է պարգևների ակտիվացման տարի, Սուրբ Հոգու պարգևներն են շատ ավելի սկսելու գործել, կամ մեկ ասում է ավելի շատ բժշկություններ է լինում, մեկ ասում է Աստված ասում է այս տարի այս դահլիճը լցվելու է փրկվածներով, չգիտեմ, մեկը ասում է բիզնեսի մեջ հաջողություն եք գնալու, օժտվելու եք, այսպես լիքը խոստումներ ենք լսել, բայց այսքան տարիների ընթացքում միշտ չի եղել, որ ես տեսնեմ այդ ասածները կատարվում են։ Միշտ չի եղել, որ այդ ասածները կատարվում են, իրականանում են։ Այստեղ հարցը այն չի, որ այդ մարդիկ Աստծուց չեն ստացել այդ խոսքը։ Ես համարյա 35 տարի արդեն եկեղեցում եմ ու շատ խոստումներ եմ լսել, այդ տարեմուտի ժամանակ արդեն հաջորդ տարի որ պետք է տեղափոխվեն, այսպես է լինելու, շատ անգամ դա չի կատարվել։ Միգուցե որոշ դեպքերում մարդիկ իրենց մտքից են ասել, խնդիր չկա, կարևորը լավ բան են ասել, դրա մեջ վատ բան չկա, դա մոլորություն չի։ Բայց կարող է ճիշտ խոսքերը, խոստումները ասած լինեն, որ իրականացած չլինի։ Դրա համար կա պատճառ։ Որն է դրա պատճառը։ Որովհետև ցանկացած Աստծո խոստում, որ Աստված խոստում է տալի, իր մեջ պայման ունի, condition, անգլերեն ասած, պայման ունի, condition ունի։ Նայեք, Աստվածաշունչը երկու տեսակի մարգարեության մասին է խոսում։ Պրոֆեսիի մասին, երկու տեսակի պրոֆեսիի մասին է խոսում։ Առաջինը դա գլոբալ մարգարեությունն է, այսինքն ինչա կատարվելու աշխարհում ընդհանուր առմամբ։ Ու այն ինչ որ Հիսուսը մարգարեացավ, ասեց, ինչա կատարվելու աշխարհում իրագալուստից առաջ այդ պատերազմները, երկրաշարժերը, սովերը, ազգերը կգնան Իսրայելի դեմ, տարբեր բաներ ա նկարագրում։ Մարդիկ կչարանան, իրար դեմ կհելնեն, կսպանեն, կմատնեն իրար եւ այլ։ Եվ այն ինչ որ Տերը ասել է գլոբալ առումով մարգարեացել է, դա կատարվելու է միանշանակ։ Հիմա ես մարգարեանամ, չմարգարեանամ, դուք տեսնելու եք։ Դա անպայման լինելու է, ու մենք տենում ենք տարի ինչերա կատարում աշխարհում այդ պատերազմները, այդ երկրաշարժերը, այդ կործանումները, մարդկանց չարությունը, մեղքը Սոդոմ Գոմորի պես ոնց է շատանում, տեսնում ենք այդ ամեն ինչը, ինչ որ Տերը ասել է, միանշանակ դա լինելու է։ Ուսում ասեմ, մարգարեությունների առաջին մի մասը դրան է վերաբերվում, որ միգուցե որոշ ծառայողներ կամ մարգարեներ մարգարեանում են եկող տարվա այդ խոսք են ասում, դա գրված է sense tense լինելու է։ Եվ երկրորդ տեսակը մարգարեության դա ուղղված է հենց Աստծո ժողովրդին։ Մարգարեության երկրորդ տեսակը ուղղված է անհատապես մեզ, Աստծո ժողովրդին, եկեղեցուն։ Եվ սա կլինի թե չի լինի, արդեն սա կախված է մեզանից։ Սա միանշանակ չի, սրա մեջ կա եթե։ Երբ որ կարդում ենք Աստծո խոսքը մեզ սովորացնում է, եթե գնաս իմ ճանապարհով, անգամ երբ որ Սողոմոնին դրեց Աստված թագավոր, ու նա արժանի թագավոր էր, խոնար, հեզ, իմաստուն, Աստված էլ ավելի իմաստություն տվեց, բայց հետո ասես նայ, եթե գնաս իմ ճանապարհներով, ես կհաստատեմ իմ խոսքը քո հայր Դավիթին եւ քո թագավորությունը հաստատ կմնա, բայց եթե հեռացար իմ պատվիրաններից, իմ ճանապարհներից, ես չեմ լինի քո ու քո ժողովրդի միջև չեմ լինի։ Անկամ այն դեպքում, երբ որ Սողոմոնը այդ խոստումունքը ստացել էր Աստծուց։ Եվ շատ բաներ հավատացյալները խոստումներ չեն տեսել իրենց կյանքում, որովհետև իրանց կողմից պահանջվող քայլերը չեն արել։ Պատկերացրու ինչ որ մի տաղանդավոր, ասենք, երեխա, աղջիկ կամ տղա, որ երազում է լոեր դառնա, չէ՞։ Իրավաբան դառնա, լոեր դառնա։
ու իրան ասում են, «Օ, դու շատ խելաց ես, դու ասում ես, դու քո երազանքի մասին ես կիսվում»։ Այդ աղջիկը կամ ասենք տղան իր երազանքի մասին է կիսում, ասում է, «Ես ցանկանում եմ լոեր դառնամ» ու անդադ երազում է, պարկած տեղը, ճանապարհ գնալիս, կիսվում է բոլորին, անդադ խոսում է իր երազանքի մասին։ Բայց երազանքի մասին խոսալով երազանքը երբեք չի իրականանա, մինչև նա չսկսի իր դասերը պարապել։ Ճիշտ է։ Նա կարող է ուժեղ calling ունի, շատ ուժեղ կանչ ունի, իր նմանը չկա, իր նման լոեր չի լինելու, բայց դա չի իրականանա, մինչև այդ մարդը չսկսի քայլեր անել, գնա դիմի, սկսի գրքերը վերցնել, սովորել, պարապել, գնա ավարտի։ Ինչի ենք մտածում, որ այս աշխարհում ամեն ինչը հասնելու համար մենք ինչ-որ բան պետք է անենք, բայց հոգևոր կյանքում բան պետք է չանենք, Աստված սաղ պետք է անի, ինքնուրույն պետք է գնա։ Տեսել եմ այնպիսի հրաշալի զորավոր խոսքեր արձակվել քրիստոնյաների կյանքում, եկեղեցում, որ պարգևներ գործելու են, արտությունը գալու, բայց բան չի եղել, որովհետև դրա մեջ կա եթե իմ ճանապարհներով գնաս, եթե իմ ճանապարհները պահես։ Սա շատ կարևոր խոսք է, ես ասում, ու հեսա կասեմ, ինչ խոսք է իմ սրտի մեջ դրվել հաջորդ տարվա համար, հաջորդ 2026 թվի համար։ Գնայինք Եփեսացի 5:14 համարը։ Ահա այս խոսքն է, որ իմ սրտի մեջ դրվել է 2026 թվականի համար, որ Աստված դրել է իմ սրտի մեջ, որ մենք պետք է ունենանք, այս խոսքն է։ Արթնացիր ով քնած եւ վեր կանգնիր մեռելներից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Աստված չի ասում ինչ որ հրաշքներ եմ անելու, էս եմ անելու, այն եմ անելու քո կյանքում։ Առաջի բանը դու տես, ասում է եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Մենք ի՞նչ է նշանակում Քրիստոսը կլուսավորի մեզ։ Դա օրհնությունն է Քրիստոսի։ Դա բոլոր այն օրհնություններն են, եւ պարգևները, եւ շնորհները, եւ ուրախությունը, եւ ընտանիքի միաբանությունը, եւ ամուսնությունը, ով որ երեխա չինում, երեխա կունենա, այդ լուսավորելու մեջ ամեն ինչ է մտնում։ Սկսած իր խոսքից վերջացած այն ամենա քո այն մտքով, որ անգամ չանցի, ամեն մի օրհնության խոստումով։ Բայց երբ դա իրականանա, երբ դա իրականանա, երբ որ մենք կատարենք խոսքի առաջի հատվածը, արթնացիր ով քնած եւ վեր կանգնիր մեռելներից եւ Քրիստոսը քեզ կլուսավորե։ Ում է դիմում Պողոս առաքյալը։ Ում է ասում աշխարհային մարդկանց ոչ։ Եվ որ կարդում ենք Եփեսացիների առաջի գլխի առաջի համարը, այնտեղ պարզ ասում է, որ գրում է Եփեսոսի սուրբերին եւ հավատացյալներին։ Այս խոսքը ուղղված է հավատացյալներին, այս խոսքը ուղղված չի աշխարհիկներին։ Եվ հավատացյալներին կոչ անում արթնանալու, քնից արթնանալու եւ վեր կանգնի մեռելներից։ Ինչ է սա նշանակում, ինչ է նշանակում քնից արթնանանք։ Ու ես արթուն եմ։ Գիտեք, երբ որ մենք երազ ենք տենում, շատերս մեզանից որ երազ ենք տեսնում, մենք չենք պատկերացնում, որ դա երազ է։ Շատ իրական է, փոքր վաղ լինում էր պապաս երազից մեջ կինո էր տանում, հետո զարթում էի, տենում էի, երազը լացում էի, որ իսկական չէր, այդքան իրական էր թվում։ Մարդիկ ովքեր որ երազ են տենում, չեն իման, որ դա գիտեն թե իրական է։ Հավատացեք, շատ քրիստոնյաներ իրանք հոգևոր քնած վիճակի մեջ են ու իրանք չեն իմանում։ Եվ չափանիշներ կա, որ այդ չափանիշներով չափենք, տեսնում ենք, որ հոգևոր քնած վիճակի մեջ ենք։ Ֆիզիկապես արթուն ենք, ֆիզիկապես քնած չենք, բայց հոգևորապես քնած ենք։ Գիտես ինչ պետք է անենք։ Պետք է քայլեր անենք արթնանալու համար։ Ու դա մենք ասում ենք Աստված արթություն տուր, չէ՞, մենք աղոթում ենք արթության համար, դա նորմալ է։ Շատ երկրներում, շատ եկեղեցիներում այդ քնած վիճակը, որ եղել է, մարդիկ աղոթք են անել, որ արե որպեսզի Սուրբ Հոգու արթությունը գա եւ Սուրբ Հոգու ուժեղ արթությունն է, այդ revival-ն է եկել շատ հզոր ձևով։ Շատ զորավոր ձևով եւ մարդիկ ովքեր մտածել են նորմալ հոգեվոր վիճակի մեջ են, հանկարծ Աստծո հոգին եկել է իրանց վրա, Աստծո վախ եկել է իրանց վրա, ընկել են, գոռացի աղաղակել են, ասել են Տերների դժոխք եմ գնում։ Անկամ եկեղեցու ծառայողները, մարդիկ ովքեր երկար տարիներ ծառայել են եկեղեցում, հավատում եք, դուք նայեք արթության
պատմությունը եկեղեցու արդության կտեսնեք ինչեր է կատարվել։ Ընկեք գոռացի աղակել են, որովհետև Սուրբ Հոգին զորավոր ձևով եկել է, այդ արդությունը տեղի ունեցել։ Բայց միջև այդ արդությունը տեղի ունենա, եղել են մարդիկ, ովքեր որ որոշել են աղոթեն, իրենք արթնանան այդ քնած վիճակից, իրենք արթնանան այդ հոգևոր դմբրած վիճակից։ Ու Տերը ստեղ չի ասում ես կանեմ, ստեղ ասում է դու արա։ Տերը ասում է արտացիր ով քնած վեր կանգնիր մեռնից, ասում է դու կանգնիր։ Ոնց։ Մենք պետք է սկսենք քննել մեր կյանքը։ Մենք պետք է սկսենք ուսումնասիրել մեր կյանքը, ինչքանով ենք աղոթք անում, ինչքանով ենք ժամանակ տրամադրում աղոթքներին, ինչքանով ենք հավատարիմ եկեղեցու հավաքույթներին, պաշտամունքներին հաճախելու, ինչքան ենք հավատարիմ Տիրոջը լսելու եւ իր ծառայությունը կատարելու, ինչքանով ենք ժամանակ անցկացնում խոսքը կարդալու կամ ասենք սոցիալական ցանցերում, սոցիալ մեդիայով։ Իսկ հասկանում եք, խոսք ասում է քննեք, արդյոք հավատքի մեջ եք, քննեք։ Ձեզ ստուգեք։ Գիտեք, երբ որ մարդը հիվանդանում է, կամ լավ չի զգում, ջերմաչափ կա, չէ, որ ստուգում է իրա, ջերմաստիճանը, թե ինչքան է ինքը իր տաքությունը բարձրացել։ Պահում է հիմիկվա մանավանդ այդ որ պահում են, առաջ թևի տակ էին դնում ու ցույց է տալիս։ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ ցույց տա, որ մեզ օգնի, որ մենք տեսնենք ինչ վիճակի մեջ ենք։ Կամ մարդը ճնշումը, կամ գլուխը ցավում է, կամ ֆռում է, կամ բան, ճնշումի գործիքն է, չէ՞, pressure-ի բանն է օգտագործում, որ տեսնի իր ճնշումը բարձր է, թե ցածր է, որ իմանա ոնց անի, ինչ միջոցներ օգտագործի։ Այդպես էլ մեր հոգևորը մենք կարող ենք քննենք։ Անտարբեր չլինենք, որտեղ եթե մենք քնած ենք, որն է քնած լինելու վտանգը, Հիսուսը որ գա, բաց ենք թողելու, մնալու ենք ստեղ երկրի վրա։ Ների ժամանակ, անտիքրիստի ժամանակ մնալու ենք այդ ահավոր սարսափելի վիճակներին, շատ ահավոր։ Բացի դրանից անգամ եթե չգայել այդ ժամանակները, ների ժամանակ, աշխարհում շատ վատ բաներ իրադարձություններ են կատարում, դա մեր վրա ազդելու է, վախենալու ենք, սարսափելու ենք, գիտեք ինչի նշանա, երբ որ քրիստոնյաներ վախենում են աշխարհում կատարվելիք այդ իրադարձություններից սարսափում, որտեղ հոգևոր քնած են, երբ որ մենք Հիսուսի հետ ենք ապրում, երբ որ Հիսուսի հետ ենք քայլում, մենք այդ ժամանակ մենք լսում ենք Տիրոջ ձայնը, անդադ որ ասում է՝ մի վախեցիր։ 2000 տարի առաջ, երբ որ Հիսուսը երկրի վրա էր, հաճախ էր ինքը այդ խոսքը օգտագործում իր աշակերտներին եւ մյուսներին։ Հիշում եք Հայրոսի աղջիկը, որ մահացավ, նա արդեն տագնապի մեջ էր ընկնում, Հիսուս ասեց՝ մի վախեցիր, միայն հավատա։ Եվ Հիսուսը երբ որ նավակի մեջ էր, երբ որ փոթորիկ էր, ալիքները լցվում էին, աշակերտները խառնաշփոթի մեջ էին, տագնապի մեջ էին, Հիսուս ասեց՝ մի վախեցեք, ինչու եք այդքան վախենում։ Եվ որ դու Հիսուսի հետ ես ապրում, եւ որ Սուրբ Հոգու հետ ես ապրում, դու չունես վախ, վախը կգա ատակականի, բայց քո մեջի հոգին, որով դու Տիրոջ հետ շփում ունես մորիկից, նրա ձայնը ավելի ուժեղ կլինի։ Ես չեմ ասում մենք սենց սուպեր մարդ ենք դառնում, մեր վրա չի գալի վախերը, գալիս է, իմ վրա էլ է գալի, բայց իմ մեջի հոգին այլ ավելի ուժեղ է, որտեղ Աստծո հոգին է իմ մեջ, ու ես Տերը մեջից ասում մի վախեցիր, վստահություն է տալի, քաջություն է տալի։ Առակացը ասում է, Առակաց գրքի մեջ Սողոմոն ասում է, արդարը առյուծի պես քաջ է։ Առյուծի պես քաջ է, հասկանում ես, էսի մեր քաջությունից չի, էսի նրանից չի, որ մենք աշխարհում չգիտեմ ինչ հոգևոր կամ չգիտեմ ինչ ֆիզիկական ուժով ենք, դա մենք հաղթում, այն ամենաուժեղ մարդը աշխարհում կատարվելիք այդ իրադարձություններից, այդ աղետներից, այդ վատ բաներից վախի մեջ է ընկնելու։ Ու շատ քրիստոնյաներ վախի մեջ են, տագնապի մեջ են, այն մոտ չի ստացվի, չգիտեմ հետս ինչ կլինի, հիմա չգիտեմ ինչ պանդեմիա գալու, հիմա ինչ քրայզիս է լինելու աշխարհում, ինչ է լինելու, սենց հոգևոր քնած վիճակ է։ Խոսքը ասում է մարգարեությունը մեջ տկարը թո ասի ուժեղ եմ ես։ Հալելույա, ինչի համար, որտեղ Տերն է մեր հետ։
Տկարա թող ասի ուժեղ եմ ես, խոսք ասում է նա ով մեր մեջ է ավելի զորեղ է, ոչ թե մենք, այլ նա ով մեր մեջ է, Աստծո հոգին մեր մեջ է եկել, Սուրբ հոգին մեր մեջ է եկել, քնած լինելու վտանգը շատ մեծ է, քնած լինելը դա նշանակում է մենք աշխարհիկներից չենք տարբերվում, աշխարհիկները համարվում են հոգևոր մեռած։ Եփեսացի կարդացեք 2-րդ գլխի 1-2 համարները այնտեղ գրած է։ Եփեսացիների մեջ 2 ասում է մենք որ մեռած էինք մի ժամանակ մեղքերի մեջ, այսինքն մարդիկ ովքեր որ մեղքերի մեջ են, աշխարհում են ապրում։ Խոսքը նրանց համարում է մեռած։ Այստեղ ինչ են կարդում։ Արտացիր ով քնած եւ վեր կանգնի մեռելներից։ Այսինքն այն քրիստոնյաները, որոնք արթուն չեն հոգևորապես, հոգևոր մեռածներից ոչինչով չեն տարբերվում։ Այո, չեն տարբերվում ոչինչով։ Հոգևոր մեռածներից, մեռելներից նկատի ունի աշխարհիկ մարդկանց, որոնք հոգևորապես մեռած են, չէ՞ որ երբ որ Հիսուսը մեկին ասեց իմ հետևից արի, ապետարանը քարոզելու եւ նա ասեց թող սկզբից գնամ իմ հորը թաղեմ եւ Հիսուսը հիշում եք ինչ ասեց, ասեց թող մեռելները թաղեն իրաց մեռելին։ Աշխարհային մարդկանց Հիսուսը համարեց մեռելներ։ Ասեց բայց դու գնա ապետարանը քարոզի։ Ու խոսք ասում է վեր կաց քնած վեր կանգնիր մեռելներից։ Պետքա տարբերվենք մենք այս աշխարհի մարդկանցից։ Եվ Քրիստոսը կլուսավորի մեզ։ Իսկ մենք սպասում ենք Քրիստոսը լուսավորի։ Ոչ, սկզբից մենք պետք է քայլ անենք։ Խոսք ասում է որ մենք պետքա քայլ անենք։ Սա է հաջորդ տարվա խոսքը։ Ինչ ես ուզում որ Աստված անի քո կյանքում հաջորդ տարում։ Բժիշկ ուզում ես բժշկվես, ինչ որ խնդիր կա, առողջական, որից ուզում ես բժշկվես։ Գործիդ մեջ ուզում ես ճեղքում ստանաս, քո աշխատանքի մեջ, բիզնեսի մեջ ճեղքում ես ուզում ստանաս, breakthrough ես ուզում ստանաս։ Ինչ որ մեկը ուզում է ամուսնանա, ինչ որ մեկը երեխա չի ունենում, ուզում է որ երեխա ունենա։ Ինչ որ մեկը փափագով աղոթք անում, որ Սուրբ Հոգու պարգևները գործի, որ Սուրբ Հոգու պարգևները դրսևորվի։ Մեկը մտածում է շատ ավելի հոգիներ փրկվեն, ավելանան եկեղեցում կամ ինքը մտնի ծառայության կոչումի մեջ։ Ցանկացած խոստում ինչ ես ուզում։ Դու կունենաս այն ամենը ինչ որ ուզում ես, եթե դու անես սա։ Սա է խոսքը։ Հիմա չեմ ասում, այս տարի հիմա Աստված ասում է սենց է լինելու։ Նկատեցիք, ես անցած տարի էլ ուրիշ չասեցի ես ինչ խոստումներ ասեցի, Տեր ասում է, որ մենք գնանք կատարյալ միաբանության, ու մեր մեջ միաբանությունը եկեղեցու շատ ուժեղացավ։ Աստված զորավոր սկսեց գործել։ Հիմա այդ խոսքը չի վերջանում, մենք անցած տարվա խոսքը նույնպես էլի շարունակում է իր ուժի մեջ է։ Բայց այս խոսքը, այս տարվա սա է, արթնացիր ով քնած, սա հավատացյալներին է ասում։ Ու ասեմ ձեզ մի բան եմ ուզում ասեմ, շատ անգամ նոր ապաշխարած հավատացյալները, այն որ նոր են ապաշխարում, նոր են գալի, իրանք քնած չեն, իրանք ավելի արթուն են լինում, քան ավելի երկար տարիների հավատացյալներ, որտեղ այդ քնի process-ը շատ դանդաղ է տեղի ունենում, այն աստիճան, որ դու չես զգում, դուք նկատել եք, երբ որ դուք քնում եք, դուք չեք զգում ոնց եք քնում, տունը, երբ որ գնում եք քնել, ասենք քնելու, կամ ասենք TV-անում ինքը չի նկատում ոնց է քնել, կամ գնում անկողնու մեջ պարկում է, ասենց պրոստը աշկերը փակում է, կամ չգիտեմ, ինչ որ բանի մասին է մտածում, հետո չի զգում ոնց է քնում, այդպես դանդաղ է գալիս, աննկատ, նույնպես է հոգևոր քրիստոնյաների կյանքում, հոգևոր քունը շատ դանդաղ է գալի, դրա համար ասում են, այսքան տարի եկեղեցի հետում, բա ինչի է այս տեսակ բաներ անում, հոգևոր քնած վիճակի մեջ է, կամ վախի մեջ է ապրում, կամ չգիտեմ, սուտը ասում, այս անում է, դա սա քնած վիճակ է, հոգևոր քնած վիճակ է, չապրելով Աստծո խոսքով։ Դրա համար ես տեսել եմ նորերը, որ գալիս են, որ նոր գալիս են եկեղեցի, ընդունում են Հիսուսին, նոր վերստին ծնունդ են ապրում, ծնունդ են ապրում։ Ճիշտ է, իրանք այդ գիտելիքները դեռ չունեն, այդ աստիճանի գիտելիքները, բայց իրական արթություն եմ տենում, զարթոնք է իրանց մեջ տեղի ունենում, որովհետև իրանք լսեցին ավետարանը, որոշեցին իրանց սիրտը Հիսուսին տալ, իրանց սիրտը տվեցին Հիսուսին, ապաշխարեցին, Հիսուսը եկավ իրանց մեջ, վերապրեցին այդ փառքը, այդ լուսավորությունը, իրանք իրանց քայլը արեցին, իրանց աղոթք արեցին, ասեցին մենք մեղավոր ենք, ես մեղավոր եմ, ես իմ կյանքը տալիս եմ Հիսուսին։ Բայց հավատացյալները քանի գնում է գիտելիքները շատացնում ենք ու չենք հասկանում, որ այդ գիտելիքները շատանալու հետ դառնում ենք փարիսեցի։ Սա գիտենք,
ամեն ինչի մասին գիտենք, որն է ճիշտ, որն է սխալ, երեխեքի վարդապետ, չէ՞, ոնց որ խոսք ասում այնտեղ։ Կույրերի առաջնորդ, մարգարեությունները, խորհուրդները սա հասկանում ենք։ Միտեղ մեկի հետ զրուցելուց չեն կարողանում լսենք դիմացինի կարծիքը։ Հպարտություն արդեն պետք է ցույց տամ, չէ, ես ինչ գիտեմ, այդ քնած վիճակ է։ Տարիների ընթացքում շատանում է, գիտելիքը կարա հետնել հոգևոր քունգա։ Մենք պետք է ժամանակ առ ժամանակ ստուգենք մեզ։ Շուշուտ պետք է ստուգենք, արդյոք հավատքի մեջ ենք, մի համարել կա, դա չեմ գծե։ Ստուգեք ձեր անձերը, քննեք, արդյոք հավատքի մեջ եք։ Ու հավատացյալները, որոնք չեն կանգնում, վեր չեն կանգնում, քայլ չեն անում, որոշում չեն կայացնում ավելի մտնել աղոթքների մեջ, խոսքի մեջ, Տիրոջը ծառայության մեջ, մեռածներից ոչինչով չեն տարբերվում։ Հոգևոր մեռածներից, երբ որ Քրիստոսը գա, իրանք դրսում են մնալու, ու շատերը սյուրպրիզի են գալու։ Սա է խոսքը եկող տարվա։ Ուզում ես տեսնես Աստծո փառքը, ուզում ես տեսնես Աստծո զորությունը, ուզում ես տեսնես ավելի մեծ հունձք, ուզում ես տեսնես ավելի մեծ բժշկություններ, հրաշքներ, ընտանիքի միավորումը, կազմավորումը, ցանկացած բան, վեր կացով քնած, վեր կանգնիր մեռելներից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Այդ լույսի մեջ ամեն ինչը տեղի ունենում։ Ամեն, համար ինչ է նշանակում արթնություն։ Երբ որ մեկը քնած վիճակի մեջ է, որ արթնա, բայց եթե մենք մեր կողմից քայլ չանենք, ավելի շատ աղոթելու մենք չենք արթնա։ Մարմինը չի ուզում, խոսքը ասում է մարմինը տկար է, բայց հոգին հոժար է։ Մարմինը չի ուզում։ Երբ որ Հիսուսը եկավ, տեսավ իր աշակերտները ֆիզիկապես քնում էին, չէին կարողանում աղոթեին, Հիսուս ասեց արթուն կացեք, աղոթք արեք, որտեղ հոգին հոժար է, բայց մարմինը տկար, այսինքն հոգին ուզում է, մարմինը չի ուզում։ Դրա համար շատ անգամ երբ որ դու ձեր հավես չեք ունենում աղոթելու, այդ չի նշանակում, որ ձեր հոգին չի ուզում, նշանակում է ձեր մարմինը չի ուզում։ Մենք ունենք համար առաջ թշնամին, սատանան չի, մարմինն է, համար առաջի թշնամին։ Եթե սատանան հեռու լինես, մարմինը կա, մարմնին են տրվում, պետք չի տրվենք մարմնական ծուլությանը։ Գնա աղոթ, եթե դու միջև այսօր կես ժամ ես աղոթել, 20 րոպե ես աղոթել, որոշում կայացրու մի ժամ սկսի աղոթել արդեն։ Քո կայացրած որոշումից է կախված հաջորդ տարի քո կյանքում ինչ է լինելու, ինչ ես ուզում։ Դու մի նստի սպասի, ուղղակի գալով եկեղեցի սպասելով մի հատ անենց հովով մի հատ անենց օրհնության մի հատ դոզա ուղարկի վրես, որ Եսի ինչ լինի, այս օրհնությունները գան մեր տունը լցվեն, այտենց չի լինելու։ Մարդիկ կան այտենց սուպերնաչուրալ ինչ-որ ձևով են սպասում, այտենց էլ է լինում բաներ, բայց հասկանում եք, որպես ինչ-որ բան կատարվի, մենք ինչ-որ բան պետք է անենք ու դա կատարվի, մենք դա տենում ենք ամբողջ Աստվածաշնչում։ Օրինակի համար Աբրահամին, երբ որ Աստված կանչեց, քաղդեացիների ուր երկրից, ասես դուրս արի քո հորտնից, քո երկրից, քո ընտանիքից գնային երկիրը, որ ես քեզ կասեմ եւ քեզ մեծ ազգ կսարքեմ, դες խոստում տվեց, չէ՞։ Խոստում տվեց, մեծ ազգ կսարքեմ։ Սա գրած է Ծննդոց 12-րդ գլխում։ Ու երբ որ Աբրամը հնազանդվեց դուրս գնաց, Աբրամը երեխա չէր ունենում, զավակ չէր ունենում։ Եվ Աստված սա մի քիչ արագ եմ գնում այս պատմությունը։ Որդի տվեց, Իսահակին տվեց։ Բայց դեռ այդ մեծ ազգ հասկացողությունը դեռ չէր իրականացել կամ չէր կարար չիրականանար։ Բայց երբ որ Ծննդոց 22 գլխի մեջ Աստված Աբրահամին ասեց, ես ուզում եմ, որ դու քո մի հատիկ որդուն բերես ինձ զոհ մատուցանես։ Աբրահամը հնազանդվեց Տիրոջը եւ տարավ իր որդուն, որ զոհ մատուցանի այդ սարի վրա։ Եվ որ դրեց զոհասեղանի վրա, ուզում էր արդեն զոհաներ, Տիրոջ հրեշտակը վերևից կանչեց, ասեց մի արա այդ բանը։ Հիմա իմացա, որ Աստծուց վախեցար, Աստծով երկյուղ ունես, այսքան ոչ թե վախեցար, Աստծով վախ ունես եւ քո մեկ հատիկ որդին չխնայեցիր։ Ես էլ երդվում եմ, Աստված իր անունով երդվավ։ Երդում արեց, որ ասում է
քո սերունդը շատ շատացնելու եմ։ Եվ տարածվելու են երկրի վրա եւ բոլոր երկրի ազգերը քեզանով են օրհնվելու։ Այդ վաղ սկսեց իրականանալ Աստծո լուրը Աբրահամի համար։ Աստծո խոստումը այդ վաղ իրականացավ։ Աստված սկզբից ասել էր հնազանդվի դու սարի եւ քեզնից մեծ ազգ կսարքեմ, բայց ավտոմատիկ չսարքեց։ Մի հատ բան պետք է աներ Աբրահամը ինքը իր կողմից, որ դա իրականանար։ Ու հենց որ Աբրահամը իր որդուն զոհեց, իր սրտի մեջ արդեն ուզում էր զոհեր, Աստված ասաց հիմա իմաց, այ հիմա ես քեզ օրհնելով կօրհնեմ։ Այդ վաղ իրականացավ, այդ վաղ ակտիվացավ։ Այդ վաղ ակտիվացավ ու սկսեց շատանալ Աբրահամի սերունդը։ Շատ այդպես բաներ ենք տենում Աստվածաշնչում, շատ այդ տեսակ դեպքեր ենք տենում, որ միշտ որպեսի Աստծո խոստումունքը կատարվի, օրհնությունը տեղ հասնի, հավատացյալներից քայլա պահանջված եղել, որ նրանք անեն, առանց դրա դա չի իրականանա։ Սա շատ կարևոր է։ Նույնն էլ Իսահակը Ծննդոց 26 գլխի մեջ, երբ որ Իսահակ ուզում էր գնալ Եգիպտոս, քան որ երկրի վրա մեծ սով էր։ Եվ Աստված ասաց՝ մի գնա Եգիպտոս, այլ մնա այն երկրում, որ քեզ կասեմ, եւ ես քեզ կօրհնեմ։ Եվ Իսահակը հնազանդվեց Աստծուն, մնաց Գերարում, չնայած պայմաններին, մնաց այդ երկրում, եւ ասում է Իսահակը այդ երկրի մեջ ցանեց, եւ Աստված նրան օրհնեց, եւ նա հարուրապատիկ արդյունք գտավ, հարուրապատիկ սովի ժամանակ, այն երկրում, որ սով էր, Աստված օրհնեց։ Աստված քանի անգամ ասել իր ժողովրդին ես օրհնելու եմ քեզ այս տարի։ Ես քո համար օրհնության ծրագիր ունեմ, դու բարգավաճելու ես։ Դու մեծ բիզնես ես ունենալու։ Ու տենում ենք չի եղել։ Դեպքեր եղել է մարգարեության, բայց չի կատարվել։ Ինչի որտեղ հավատացյալները չեն հնազանդվել, ասում վախեցել են։ Ասել են ստեղ պայմանները վատ է, ես գնամ Արիզոնա, ավելի էժան տաներ կա, ավելի էժան բիզնես կա։ Ու չեն օրհնվել։ Գնում ենք ծերին ապրում ենք Միթե դա է Աստծո ծրագիրը, տեսեք Աստված Իսահակին ասեց, մնա երկրում եւ քեզ կօրհնեմ, եւ Իսահակը հնազանդվեց։ Հետո մենք ասում ենք, բա Աստված խոստում էր տվել, ինչի չօրհնվեցինք, ինչի չկատարվեց, որովհետեւ հավատքը առանց գործերի մեռած է։ Դիրეთ համարը Հակոբոս 2:14-17 Ինչ օգուտ է եղբայրներ, եթե մեկը ասի թե հավատք ունի եւ գործ չունենա, միթե հավատքը կարող է փրկել նրան։ Եթե հավատքը իր հետ գործ չունենա, առանձին մեռած է, հասկացաք։ Հավատքը առանց գործերի մեռած է, իսկ հավատքի ամենաուժեղ գործը դա հնազանդությունն է Աստծուն։ Ամենաուժեղ հավատքի գործը դա հնազանդությունն է Աստծուն։ Այստեղ խոսում է Աբրահամի մասին։ Աբրահամի օրինակն է հետո սկսում բերել։ Սա շատ կարևոր է հասկանանք, Աստված զորավոր բաներ ունի իր ժողովրդի համար այս վերջի օրերում, բայց ես չեմ ուզում զորավոր բաներից խոսամ, ես ուզում խոսամ մեր դերից ինչ պետք է մենք անենք։ Արթնացիր, ով քնած, վեր կանգնիր մեռելներից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Հալելույա։ Դա զորավոր է այդ խոսքը, շատ զորավոր է։ 5 տաղարանի ժողովուրդն էլ Աստծո խոսք էին ստացել։ Զորավոր խոսք էին ստացել, որոնք գնալու են Քանանի երկիր, կաթ եւ մեղր բխող երկիր, այն որ օրհնություններով լցված երկիր, խոստում էին ստացել, ինչպես մենք ենք խոստում ստացել, հավիտենական կյանքի համար եւ այլ բաների համար, երբ որ աղոթենք Տերը կլսի, բայց նրանք չստացան այդ խոստումը, գիտեք ինչի, որտեղ Եբրայեցի 4 գլխի 1-2 համարները այս է ասում, սա գրվել է մեր օրինակի համար։ Ուրեմն վախենանք, որ չլինի թե նրա հանգիստը մտնելու խոստումը ունենալով ձեզանից որևէ մեկը զրկվի դրանից, որովհետև մենք էլ նրանց պես ավետիս ենք առել, այսինքն խոստումը առել ենք, բայց նրանց օգուտ չբերեց, նրանց նկատի ունի 5 տակարանի մարդկանց, նրանց օգուտ չբերեց լսած խոսքը, որովհետև հավատքի հետ չխառնվեց լսողների մեջ։ Դες ասում է, վախենանք, որ միգուցե այդ խոստումը, որ մեզ էլ է տրվել, Տիրոջ օրհնությունների հանգստի մեջ մտնել, ասում է զգուշ լինենք, վախենանք, կարող եմ զրկվենք դրանից։ Ինչն է պատճառը, այսինքն այս օրինակը, երբ որ կարդաք ամբողջ գլուխը կհասկանաք այդտեղ, որ խոսքը գնում է Իսրայել ժողովրդի մասին, որ այդ խոսքը, որ այդ խոստումը նրանցից շատերը ստացել էին, օգուտ չբերեց, որովհետև ասում է չխառնվեց նրանց հավատքի հետ։
Ուրեմն ինչ խոսում է որ քեզ ասի Աստված, դա չի իրականանա, միջև քո հավատքը գործի չդնես, միջև չխառնվի քո հավատքի հետ։ Մեր հավատքի հետ բոլորիս սա վերաբերվում։ Հասկանում եք, սա ինչ կարևոր խոսք է։ Ու սա գրված է նոր կտակարանում, բա։ Մարդիկ կան, ես տեսել եմ տարիներով ասում են, ես խոստում ունեմ, Աստված ինձ խոսք ասել։ Մի ծառայող գալիս է հովիվ ծանոթ մեր հովիվներից մեկի հետ խոսում է, ասում է Տերը ինձ կանչել է հովիվ լինելու, ես պետք է հովիվ լինեմ։ Ասել է շատ լավ, բա դու հիմա ինչ ծառայություն ես անում։ Ոչ մի ծառայություն, Տերը ինձ հովիվ է կանչել լինելու։ Ասել է ես հավատում եմ, որ միգուցե Տերը քեզ կանչել է հովիվ լինելու, բայց դա չի իրականանա, եթե դու չսկսես փոքրիկ ծառայություններից։ Դու չսկսես աղոթքի ասենք ծառայություններից, կարգ ու կանոնի ծառայություններից։ Եթե չսովորես մի հոգու, երկու հոգու հետ վարվել, խոսալ, այդ դժվարությունները ախտել կյանքում դու հովիվ չունես։ Ոչ, ես պետք է հովիվ լինեմ, ասում Աստված ինձ բացել է։ Ու դա երբեք չի իրականանա։ Ցանկացած կանչ, ուզում եմ մարգարե կանչված լինես։ Եթե դու չսովորես մարդկանց ծառայել, ավելի մեծ ծառայողի օգնել իր ծառայության մեջ, եթե չսովորես խոնարհվել, երբեք դա չի իրականանա։ Շատ մարդիկ խոստումներ ունեն Աստծուց ու մարգարեություններ է եղել, բայց կարևորը որ ամեն մարդ հասկանա եւ իր կողմից սպասվելի քայլերը անի։ Պողոս առաքյալը անգամ որ գրում է Տիմոթեոսին, Տիմոթեոսի թղթում ասում է անհոգ մի եղիր քո վրա եղած մարգարեությունների վերաբերյալ։ Անհոգ մի եղիր այդ պարգևը որ դու ունես, որ դու մարգարեությունով ստացար։ Բորբոքի Աստծո պարգևը քո մեջ քայլեր արա։ Մի քանի տեղեր գրում է Տիմոթեոսին, որ դու քո կողմից քայլեր արա։ Տրվել է դա քեզ, բայց դու քայլեր արա, բորբոքի, զարգացրու, մտածի դրանց վրա, դրանց մեջ եղիր։ Գիտեք, տարբերություն կա հրյաների եւ քրիստոնյաների, հրյաները քրիստոնյա չեն, հուդայական, այսքան հայր Աստծուն են հավատում ուղիղ, որտեղ չեն հավատում, որ դեռ Հիսուսը եկել է։ Նրանց ու քրիստոնյաների միջև տարբերությունը որն է։ Եվ որ հրյաները մարգարեական խոսք են ստանում Աստծուց։ Ջյուիշները, չէ՞, ջյուիշները։ Իրանք գիտեն, որ իրանք քայլեր ունեն անելու, իրանց կողմից քայլեր գործողություններ պետք է անեն։ Անպայման մի բան պետք է իրանք անեն, իրանցից պահանջվող։ Ու անում են օրտվում են շատ անգամ էլ, բայց քրիստոնյաները որ խոսք են ստանում մարգարեական, ոչ մի բան չեն անում, սպասում են դա իրականանա, չի իրականանալու, չի լինելու այտենց։ Դա մոլորության հոգի է գալի մարդու վրա։ Սխալ համոզվածություն է։ Մարդը ինքն է վստահ ազգում, որ ես լավն եմ, ես բարի եմ, Տերը գիտի, ես իրան ինչքան եմ սիրում։ Ես այս ծառայություն արեցի, ես այս արեցի։ Եկեք չխափնվենք։ Նորից այդ խոսքը դիր, Եփեսացի, արթնացիր ով քնած եւ վեր կանգնի մռելներից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Սա է խոսքը հաջորդ տարվա համար։ Այնինչ սպասում է 2000 թվականին մեր համար, հավատացյալների համար ամբողջը կախված է մեզանից, թե ինչ որոշումներ կկայացնենք, ու այսօր շատ կարևոր է որ դու ճիշտ որոշումներ կայացնես։ Ճիշտ որոշումներ կայացրու այսօր, ել ավելի նվիրվես Տիրոջը, ել ավելի աղոթների կյանք ունենաս։ Եթե դռներ կա բաց սատանայից, փագի։ Եթե սխալ խոսքերս օգտագործես որոշում կայացրու ապաշխարել մի օգտագործի։ Շրջապատդ եթե պետքա փոխի։ Նվիրվի ավելի սուրբ ապրելուն, եթե թույլ ես վերաբերվի հավաքույթներին մեկ եկել ես, մեկ չես եկել, որոշում կայացրու որ անես, որտեղ քո այսօրվա որոշումը մեծ ազդեցություն կունենա 2026 թվին։ Բայց դու պետք է այդ քայլ անեք, որոշումը կայացնեք։ Ժամանակը կարճ է, դու չգիտես քեզի քանի օր է մնացել ապրելու, այս աշխարհի վրա հույս մի դի, չգիտես քանի օր է մնացել քեզ ապրելու կամ ժամ, կամ տարի, կամ քանի ամիս։ Մարդիկ պատական ակսիդենտի մեջ են ընկնում, մահանում են կամ չգիտեմ կանգնում է սիրտը կամ ինչ-որ բան։ Այդքան վստահ մի եղի, կյանքը բրծնում է, բայց երկնային արքայությունը շատ իրական է, ավելի իրական է, եւ որ մենք գնանք այնտեղ, տեսնելու ենք որ էսա երազի նման էր, այնտեղ այդ տարբերությունը այդքան այտենց ուժեղ է, ընդեղի համաց տեղ ոնց որ երազ լինի։ Այս երազային կյանքով մի ապրի, արթնացի, թող հոգևորը, թող երկնայինը քո համար իրական լինի։ Ամեն մեկը թող աղոթ քանի Հնդրի հիմա իր մեջ ասի Տեր ես աղոթում եմ արթության համար, հոգևոր արթության համար։ Ցույց տուր ինձ Տեր Աստված այն տեղեր ասա որտեղ
քնած եմ եղել, ուշադիր չեմ եղել, հոգևորապես քնած վիճակի մեջ եմ եղել, որտեղ պետքա փոխվեմ, որտեղ պետքա որոշում կայացնեմ, որտեղ պետքա քայլեր անեմ հավատարիմ լինելու, նվիրվելու, աղոթքների մեջ լինելու, որոշում կայացրու այսօր։ Սրանից է կախված հաջորդ տարվա քո օրհնությունները։ Հալելույա, երկնային Հայր, քո առջև են գալիս։ Հիսուսի անունով շնորհակալություն ենք քեզ հայտնում քո խոսքի համար։ Շնորհակալություն ենք քեզ հայտնում քո խոսքի համար։ Սուրբ Հոգի, որ դու այսօր այստեղ ես, հալելույա։ Թող քո խոսքը ամեն մեկի սրտի մեջ լինի այսօր։ Քո խոսքը պտուղ բերի ամեն մեկի կյանքում Հիսուսի անունով։ Թող ճեղքումը գա, թող լուսավորումը գա։ Հիսուսի անունով թող ամեն մեկը ի վիճակի լինի այդ որոշումը կայացնելու, արթնանալու, վեր կանգնելու մեռելներից, հոգևոր մեռած վիճակից վեր կանգնելու ամեն մեկը Տեր Աստված։ Ամեն մեկը թող կարողանա այսօր այդ որոշումը կայացնի։ Մի նայ քո անցյալ էքսպերիենսին, մի նայ քո անցյալ էքսպերիենսին, որ չի կստացվի, դու հիմա ասա Աստծուն։ Քո բառերը ուժ ունեն։ Մի նայ քո անցյալ էքսպերիենսին, որ քո մոտ չի ստացվի, հենց հիմա արտահայտի քո սրտի ցանկությունը։ Տերը ստի արտահայտի քո սրտի ցանկությունը, ասա Տեր, ես ուզում եմ նվիրեմ քեզ, ես ուզում եմ ծառայեմ քեզ, ես կծառայեմ քեզ, ես կնվիրվեմ քեզ, ես կլինեմ քո եկեղեցում։ Ասա այդ բաները։ Մի նայ որ չի ստացվի, թող սատանան չխաբի, չկանգնացնի քեզի ցույց տալով քո անցյալ էքսպերիենսը, քո փորձառությունը, քո թուլությունը։ Մի նայ հիմա աղոթի։ Ամեն մեկը ասեք դա։ Շատ ժամանակներ եղել, որ այդ ինձ օգնել է։ Եղել է մի անգամ արել եմ, չի օգնել, երկրորդ անգամ ավելի սրտանց եմ աղոթել, եղել է դա, օգնել Աստված։ Հիսուսի անունով Տեր Աստված, հալո, թող ամեն մեկ ունենան, գտնեն այդ ուժը, այդ զորությունը իրաց մեջ։ Ամեն մեկը Հիսուսի զորավոր անունով այդ զորությունը, ուժը գտնեն իրաց մեջ, որոշում կայացնելու, քեզ տեղ տալու իրաց կյանքի մեջ Տեր Աստված, արթնանալու, զարթնելու, հոգևոր քնից վեր կանգնելու։ Հիսուսի անունով միջև այս աշխարհում կգա արթնությունը, որ դա նախ եւ առաջ գա եկեղեցիներում գա արթնությունը։ Մենք աղոթում ենք, որ աշխարհում արթնություն գա, բայց նախ դա պետք է եկեղեցում գա։ Թող գա այդ արթնությունը Հիսուսի անունով, թող գա այդ revival-ը, թող գա այդ revival-ը, wake up-ը, թող գա եկեղեցի Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով։ Հալելույա, մենք աղոթում ենք Տեր Աստված, հալելույա, որ գա այդ արթնությունը։ Մենք աղոթում ենք, եկեք միասին բոլորս աղոթենք արթնության համար, հոգևոր արթնության համար։ Տեր, մենք աղոթում ենք Սուրբ Հոգու արթնության համար, որպեսզի Սուրբ Հոգու արթնությունը գա, Սուրբ Հոգու արթնությունը